Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 2-ն է, ճիշտ ասած փորձում էի շատ արագ պատրաստել այս հաղորդումը, բայց չստացվեց, հիմա ենք անում, բայց համոզված եմ, որ շատ կարևոր է լինելու այն, քանի որ երեք մենք ականատես եղանք հետաքրքիր շատ զրույցի Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի միջև, կարելի էր ասել նաեւ ինչ որ միտեղ շատ կոռեկտ եւ ցիվիլ բանավեճի նման մի բան ստացվեց, այդքան ցցուն չէր երևում որպես բանավեճ, բայց շատ հետաքրքիր նուրբ եւ ճիշտ ձևերով Հայաստանի Հանրապետության վարչապետը հակադարձեց Վլադիմիր Պուտինին եւ ասաց այն, ինչ բոլորս կարելի ասել որ տարիներով սպասում էինք։ Բավականին համարձակ հայտարարությունների մենք ականատես եղանք։ Քննարկենք եւ փորձենք հասկանալ, թե իրականում ինչ կան համարձակ եւ ճիշտ հայտարարություններ էին դրանք եւ ինչու են դրանք նաեւ համարձակ։ Անպայման լայքեք այս հաղորդումը, տարածեք, եթե հնարավոր է, նաեւ բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե մինչեւ հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Ուրեմն սկսենք նրանից, որ նախքան այդ հանդիպումը Մարիա Զախարովան հայտարարեց, որ երկաթուղիների հարցը չի քննարկվելու։ Փաստացի Ռուսաստանը չի ցանկանում քննարկել Հայաստանի հետ երկաթուղիների հարցը եւ այստեղ փաստացի կոնֆրոնտացիայի մեջ է մտնում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հետ։ Հաջորդը մենք ականատես եղանք, որ Պուտինը եւ Փաշինյանը տարբեր մոտեցումներ ունեն Ղարաբաղի հարցի շուրջ, թե ինչ տեղի ունեցավ, որից հետո ինչա տեղի ունեցավ, այսինքն ինչու Ռուսաստանը հրաժարվեց աջակցել Հայաստանին Ղարաբաղի հարցի շուրջ, այսինքն Պուտինը փորձում է արդարանալ մեղքը բարթելով Փաշինյանի վրա, բայց Փաշինյանն էլ շատ հետաքրքիր ձևով հակադարձեց, դա շատ կարևոր է, հիշեցնելով, որ ինքը նախքան իր հայտարարությունը, որ ինքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում, երկու անգամ հայտարարել էր, որ Ռուսաստանը տեսնում է Ղարաբաղը եւ ճանաչում է Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում։ Պուտինը ուզեց հիշեցնել, որ Պրագայում 2002 թվականին Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես եւ արդեն նշեցի, Փաշինյանը շատ լավ ձևով հակադարձեց, ասելով, որ նախքան դա դուք արդեն երկու անգամ բաց հանրային ձևով հայտարարել եք, որ Ադրբեջանի կազմում է Ղարաբաղը։ Եվ Փաշինյանը դրա համար ասաց, որ մենք ուղղակի հետևել ենք ձեր քայլին, մոտավորապես այդ ձև արտահայտվեց եւ հետաքրքիրը գիտեք ինչ է, Զախարովան բազմիցս այս հարցին անդրադարձել է եւ ոչ միայն Զախարովան է այս հարցին անդրադարձել, այլ շատ ու շատ ուրիշ քաղաքական գործիչներ, ռուսական լրատվամիջոցներ, Հայաստանում ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչները, ռուսական կարելի ասել լրատվամիջոցները, քանի որ ինչ տարբերություն հայալեզու են, բայց ռուսական ֆինանսներով սնվող լրատվամիջոցներն փորձում էին մեղքը բարթել Նիկոլ Փաշինյանի վրա, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ իրականում դա այդպես չէ։ Այսինքն, եթե Ռուսաստանի Դաշնությունը չմտներ այդ բանավեճի մեջ, եւ հիմա արդեն Պուտինը չփորձեր դա ուղիղ ասել Փաշինյանի երեսին, պատկերացնելով, որ Փաշինյանը չի համարձակվի նույնը կրկնել իր արչև, բայց Փաշինյանը փաստացի կարողացավ գտավ իր մեջ համարձակություն եւ ասեց այն ինչ կա, որ դուք բազմիցս հայտարարել եք Վլադիմիր Պուտին, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում։ Հետո Պուտինը ասում է, որ Ռուսաստանը տեսնում է, որ Երևանը քննարկում է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, նա ասում է, որ Մոսկվան իբր, շատ կարևոր է ասել իբր, Մոսկվան իբր հանգիստ է վերաբերվում դրան, բայց իրականում գիտենք, որ շատ ագրեսիվ է վերաբերվում դրան, եւ ուղղակի հիշեցնում է Հայաստանի Հանրապետությանը, որ դա ԵԱՏՄ-ի հետ ուղղակի անհամատեղելի է։ Ինքը իբր հարգում է Հայաստանի ժողովրդի որոշումը, եթե Հայաստանը որոշում կայացնի, որ պետք է դառնա Եվրամիության անդամ, իրենք հանգիստ են դրան նայում, հասկանում են, որ ցանկացած երկիր փորձում է առավելագույն օգուտը քաղել իր համար, այսինքն նաև ակնարկելով եւ ընդհանուր իր խոսակցության կոնտեքստի մեջ ասելով, որ դուք կկորցնեք ԵԱՏՄ-ն եւ մեծ վնասներ կկրեք։ Եվ այստեղ էլ Փաշինյանը փաստացի ես չտեսա, որ գլուխը խոնարհում է, Փաշինյանն էլ ասում է, որ հա մենք գիտենք, որ ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության անդամակցությունը համատեղելի չէ,
Փաշինյանը ասում է, որ այժմ ինչպիսի օրակարգ որ կա, այն բավարարում է եւ այս պահի դրությամբ դերևս համատեղելի է։ Ու երբ որ կգա պահը, երբ որ այդ երկուսը չեն համատեղվի, Հայաստանի ժողովուրդը իր որոշումը կկայացնի։ Բայց այստեղ շատ հետաքրքիր դիվանագիտական ճկունություն է ցուցաբերում, ասելով, որ անշուշտ դա չպետք է վնասի հայ-ռուսական հարաբերությունների։ Սա էլ ճիշտ է։ Սա էլ իրոք պետք է ասել, քանի որ այդքանը ասելուց Պուտինի երեսին պետք է նաև այդպես ասվեր եւ ճիշտը դա էր։ Բայց հստակ էր ակնարկը եւ ինձ համար հստակ է այն անկալումը, որ Հայաստանի ժողովուրդը եթե որոշելու է, ապա մենք անկախ ենք կայացնելու որոշումը, գնում ենք դեպի Եվրոպա, թե մնում ենք ԵԱՏՄ-ում։ Հայաստանի ժողովուրդն է կայացնելու այդ որոշումը։ Եվ այստեղ նաև կարծես հստակ է դառնում, որ այդ որոշումը կկայացվի նաև հանրաքվեի միջոցով։ Դա ուղղակի իմ կողմից ավելացնեմ հիմա։ Խոսք եղավ նաև հապկից։ Ճիշտ ասած մի փոքր առաջ ընկա, սա վերաբերում էր ընդհանուր Ղարաբաղյան կոնտեքստին, բայց կարևոր է այս պահը հիշեցնել, որ Պուտինը ուզում էր արդարանալ, թե ինչի հապկը չի միջամտել Ղարաբաղում, բայց Ղարաբաղի հարցով դիմողել ախր չի եղել, չէ՞, հապկի մասով։ Հապկը ուղղակի պարտավորություններ ուներ Հայաստանի նկատմամբ, երբ որ արդեն Արցախյան 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքների վրա, ահա այդ հարցում Հայաստանը խնդիր ունի հապկի հետ եւ դա եւս Փաշինյանը շատ նուրբ փորձեց հիշեցնել, բայց այստեղ արդեն ավելի նուրբ փորձեց, քանի որ ավելի շատ չկոնկրետացրեց, թե որն է մեր խնդիրը կոնկրետ հապկի հետ։ Այսինքն Արցախի ճանաչման մասով ավելի կոնկրետ արտահայտվեց, բայց այդտեղ դե բնական է Փաշինյանն էլ մարդ է եւ իրեն դժվար է։ Ես կարծում եմ բավարար ամեն ինչ ասվեց այդ առումով։ Ուղղակի Փաշինյանը ասեց այն, որ հապկի մեխանիզմները չաշխատեցին եւ իրավիճակը հանգեց նրան ինչ ունենք, առանց մանրամասնելու։ Եվ դրանից բացի նա վերջում ավելացրեց այն, որ մենք այժմ չենք մասնակցում հապկի աշխատանքներին, չենք մասնակցում, որովհետեւ մեր ժողովրդին այսօր չենք կարողանում բացատրել, պատասխան տալ, թե ինչու հապկի մեխանիզմները չաշխատեցին։ Եվ այստեղ Փաշինյանը հստակ նկատի ուներ Հայաստանի Հանրապետության տարածքը, որը որ օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Դրանից բացի կարևոր է նշել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում էր Պուտինին մեկ ուղերձ եւս փոխանցել, չգիտեմ նյարդայնացնելու համար էր դա իրեն անում, թե ինչի համար էր անում, ասում էր, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մեզ մոտ ակտիվ ներքաղաքական կյանք կա, բայց դա նրանից հետո երբ որ Պուտինը ուղղակի խնդրեց բացելով իր խաղաքարտերը, խնդրեց, որ հաստատի Սամվել Կարապետյանին պետք է ազատ արձակել եւ թույլ տալ, որ նա մասնակցի խորհրդարանական ընտրությունների։ Պուտինը երբեք այսքան ուղիղ չէր եղել եւ հաստատի սա խնդրանք էր։ Խնդրանք էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջանման իհարկե խնդրանք, քանի որ Պուտինը սովոր է պահանջել, բայց էկրանների առջև, այդ տեսախցիկների առջև ամեն ինչ այդպես է երևում, որ Պուտինը խնդրում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, ասելով, որ իրենք ունեն նաև ռուսական անձնագիր, հասկանում ենք, որ դա ձեր ներքին գործն է։ Հստակ խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, չնայած որ նա ունի տնային կալանք, բայց կարծես թե Պուտինը ինքն իրեն ոչ լավ ինֆորմացվածի տեղ դնելով ասում է, որ կալանքից ազատ է։ Եվ այստեղ է որ Նիկոլ Փաշինյանը փորձում է բացատրել Պուտինին, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որիցե խնդիր եւ սահմանափակումներ չկան ինտերնետում, սոցիալական ցանցերը աշխատում են ազատ եւ Հայաստանում միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա։ Սա Պուտինին ապտակ էր ինչ որ միտեղ, քանի որ մենք գիտենք, որ ինչ իրավիճակ է Ռուսաստանի Դաշնությունում։ Բայց Փաշինյանը մեկ բան շատ հստակ շեշտեց. ուզում եմ ընդգծել, նա ասում է, որ մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեն։ Եվ կարծում եմ այս հայտարարությամբ ամեն ինչ ասված է։ Հետաքրքիրը այն է, որ արդեն փաստացի Վլադիմիր Պուտինի մակարդակով
Եթե այս հարցը բարձրացվում է, սա նշանակում է այն, որ Ռուսաստանը շատ մեծ ջանքեր է փորձելու գործադրել, որպեսզի Սամվել Կարապետյանը լինի, Ռոբերտ Քոչարյանը լինի, անպայման իրենք կարողանան հաջողության հասնել։ Հաջողել եւ հաղթանակ տանել այս խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Հիմա կարծում եմ կարևորը կլինի, որ Նիկոլ Փաշինյանից մենք բոլորս պահանջենք, եթե Պուտինը պահանջում է, մենք էլ հակառակը ճիշտ պահանջենք, որ հանկարծ չենթարկվի ինքը ճնշումների եւ անպայման վարվի Հայաստանի Հանրապետության օրենքի կետին համաձայն։ Վլադիմիր Պուտինը մեկ հետաքրքիր հայտարարություն եւս արեց, նա ասում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է գտնեն հետագա ուղիներ ամրապնդելու իրենց հարաբերությունները հակամարտությունը լուծելու համար։ Նա ասում է, որ Դոնալդ Թրամփը ակտիվորեն ներգրաված էր հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Հետաքրքիր է, որ Պուտինը հիշել է հանկարծ Դոնալդ Թրամփին, որ Դոնալդ Թրամփը ներգրաված էր այս գործընթացի մեջ։ Ի պատասխան այստեղ Փաշինյանը բավականին լավ ճկունություն է ցուցաբերում, ասելով, որ դուք եք եղել ներգրաված, դուք էլ շատ եք արել, մենք միասին բանակցել ենք, դե պետք է նման ձև արտահայտվել եւ շատ էլ ճիշտ է անում Փաշինյանը այս առումով միանշանակ եւ ասում է, որ տեսնում եք Ռուսաստանի Դաշնություն, տեսնում ես Վլադիմիր Պուտին։ Հիմա արդեն այդ պայմանավորվածությունների շնորհիվ դուք կարողանում եք Ադրբեջանի միջոցով ապրանք բեռներ տեղափոխել Հայաստան։ Այսինքն այն ինչ որ մենք ցանկանում էինք երկար տասնամյակներ, բայց մեզ չի հաջողվել, փաստացի դա հաջողվել է անել Դոնալդ Թրամփին։ Սա էլ շատ ճկուն ձևով Փաշինյանը հասցրեց Վլադիմիր Պուտինին։ Ուղղակի շատ դժվար է խոսում ռուսերեն, ահա այդ պահը իրոք շատ լավ չէ եւ դա իմ մոտ ամենայն անկեղծությամբ տհաճություն է առաջացնում։ Մի քիչ ավելի լավ եթե կարողանա ռուսերեն խոսել կամ պարապել, ավելի դիպուկ կկարողանա արտահայտվել։ Ընդհանուր առմամբ շատ ճիշտ ու լավ է ինքը կարողացել իր մտքերը դրսևորել, բայց հստակ երևում է, որ ռուսերենի հետ կապված բավականին լուրջ խնդիր ունի Փաշինյանը։ Եթե թարգմանչի միջոցով խոսեր, կարծում եմ շատ ավելի լավ կստացվեր եւ շատ ավելին կասեր, քան ասեց ռուսերենով։ Ու գիտեք ամենահետաքրքիրը որն է, հանդիպումը Նիկոլ Փաշինյան-Պուտին մենք բոլորս գիտենք, շատ հետաքրքիր հայտարարություններ էր, շատ հետաքրքիր հայտարարություններ արվեց, մենք խոսեցինք նոր դրա մասին, նրանից հետո մենք ստանում ենք Օվերչուկի հայտարարությունը, Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը կարող է անցնել այն գիծը, որից հետո որ արդեն հետադարձ կարող է չլինել, խոսքը Եվրամիության հետ հարաբերությունների խորացման մասին է, եւ դրանից հետո արդեն Ռուսաստանը այլ կերպ կձևավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ, տնտեսական հատկապես հարաբերությունների մասին է խոսքը, ուզում եմ ասել, որ մենք կխզենք մեր տնտեսական հարաբերությունները, քանի որ Հայաստանը այսպես արագ եւ խորը ձևով խորանում է մոտենում է Եվրամիությանը, երկաթգծերի հարց է մեր արժեվ բարձրացնում, նրա խոսքերով Եվրամիությունը շատ պրոֆեսիոնալ ձևով գայթակղում է Հայաստանին եւ կարող է գալ այն պահը, որից հետո արդեն վերադարձ հետդարձ արդեն չլինի։ Սա հստակ եւ շատ լուրջ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, տնտեսական շատ լուրջ սպառնալիքներ են։ Ընդհանուր առմամբ Փաշինյանի այցը Մոսկվա կարելի է բնութագրել հետեւյալ կերպ, որ բավականին լուրջ ձևով արդեն տեսախցիկների արժեվ հարաբերությունների ճշգրտում տեղի ունեցավ։ Ճիշտ է, բավականին կոռեկտ, մաքսիմալ կոռեկտության սահմաններում, բայց լուրջ հարաբերությունների ճշգրտում տեղի ունեցավ եւ Պուտինը ասեց այն ցանկանում էր ասել տեսախցիկների առաջ եւ Փաշինյանն էլ պատասխանեց նույն կերպ, ասեց այն, ինչ նույնպես ցանկանում էր ասել, առանց վախենալու նրանից, որ գտնվում է Կրեմլում եւ նստած է Վլադիմիր Պուտինի առջեւ։ Իրանից մի երկու խոսքով ասենք, որ Իրանը կրկին բացառում է, որ բանակցություններ է վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Մոջթաբա Խամենին է հայտարարությամբ հանդես եկել, կոչանելով շարունակել պայքարը ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հորդորել է շարունակել դիմադրությունը
Փեզեշկյանը մի փոքր ավելի մեղմ հայտարարությամբ է հանդես եկել, նա ուղղակի պահանջում է, որ դադարեցվի պատերազմը եւ այն չվերսկսվի այլևս, իսկ Թրամփը ուղերձով է դիմել ամերիկացի ժողովրդին, ես միայն փոքրիկ մասին հասցրեցի ծանոթանալ այդ ուղերձի եւ նա ասում է, որ մոտակա 2-3 շաբաթների ընթացքում մենք շատ հզոր ուժգին հարված կհասցնենք Իրանին, մենք կուղարկենք իրանական այս ռեժիմը քարեդար, որտեղ որ իր տեղն է, փաստացի ցավակայում է այն մասին, որ որևիցե նորմալ բանակցություններ էլ չկան, կարծես թե իրանական կողմն է ավելի ճիշտ հայտարարություններով հանդես եկել, այսինքն չի ստել, չնայած Դոնալդ Թրամփը ամեն օր փոխում է իր հայտարարությունները, հիմա էլ ասում է, որ մենք 2-3 շաբաթից հարված կհասցնենք եւ ուղարկենք Իրանին քարեդար։ Խոսքը նրա մասին է, որ մենք խոսել ենք էներգետիկ համակարգին են հարվածելու, ջրհորերին, ջրի աղազերծման կայաններին, նավթահորերին, այսինքն ոչնչացնելու են ամեն ինչ կա եւ ինչից սնվում է իրանական ռեժիմը եւ իրանական ռեժիմի հետ նաեւ Իրանի ժողովուրդը։ Թրամփը նաեւ փոխել է իր հայտարարությունները Հորմուզի նեղուցի մասով, ասում է, որ մեզ Հորմուզի նեղուցը պետք չէ, մեզ իրանական նավթը պետք չէ, մի քանի օր առաջ ասում էր պետք է, անխելք մարդիկ չեն հասկանում, որ մեզ պետք է այդ նավթը, հիմա ասում է, որ մեզ պետք չէ այդ նավթը, ասում է, որ Իրանում ռեժիմը կփոխվի, մենք ոչնչացրել ենք բոլորին եւ ով էլ որ գա եւ այդպիսի դիրքորոշում ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ, դրանց էլ կոչնչացնենք։ Մոտավորապես ահա այս ոճի մեջ հայտարարություններ է արել Դոնալդ Թրամփը։ Այսքան այս բայդրությամբ։ Հետագայում ավելի մանրամասն կխոսենք։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։